Պարոն Ազարյան։ Դե շատ կարևոր հարց է, թվեր ենք հրապարակում, հետո բայց մենք գիտենք, որ բազմաթիվ մարդիկ էլ չեն դիմում, անգամ վախենում են դիմեն։ Ուզում եմ հասկանալ, մենք ով դիմում է հասկացանք, բայց մեր աչքի առաջ էլ օրինակ մենք ունենք մարդիկ, որոնք բռնության են ենթարկվում, բայց իրենք վախենում են դիմել։ Այս մարդկանց մենք ինչպես ենք օգնում, քանի այս հարցն ենք ուզում քննարկենք, օրինակ ես այս հրապարակային հարցնում եմ, որ մարդիկ լսեն, գուցե հարևանը, հարազատը կարող է իր փոխարեն դիմել, նշելով, որ ինքը բռնության է ենթարկվում, որ փորձել այս ձևով այդ մարդկանց գոնե օգնել։ Անդրեյ Կարապետյան։ Շատ լավ, ձեր հարցերի պատասխան նշեմ, որ մենք խոսեցինք ընտանեկան բռնության դեպքերի թվի աճի մասին, եւ սա հենց այն խնդիրն է, որը մենք փորձում ենք հասցեագրել։ Ինչու եմ սա նշում, որ ոչ բոլոր դեպքերում է, երբ վիճակագրության աճը խոսում է ընտանեկան բռնության դեպքերի աճի մասին, այլ խոսում է այն մասին, որ փաստացի վստահում են նաեւ պետական մարմինին, այդ թվում ոստիկանությանը, եւ փաստացի աճը նաեւ պայմանավորված է գուցե թե դրանով, որովհետեւ օրինակ նույն դեպքերի աճի մասով մենք ունենք շուրջ 520 դեպքով ավելացում 2024 թվականի համար։ Պիտի նշեմ, որ այս ուղղությամբ նաև ներքին գործերի նախարարությունը իրականացնում է բավական լայնածավալ աշխատանքներ, այդ թվում նաև վերապատրաստումներ, համայնքային բոլոր ծառայողները վերապատրաստվել են ընտանեկան բռնության դեպքերով, ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, այո, այն այլևս հանրային մեղադրանքով գործ է, այսինքն այս դեպքում մասնավոր անձը չպիտի բողոքի, որպեսզի կարողանան հանրային որպեսզի կարողանան գործը հարուցել, այս դեպքում նաև թե հարևանը, թե բարեկամը, թե հասարակական կազմակերպությունը կարող է դիմել ընտանեկան բռնության դեպքերով։